Ավելի քան 1000 ստորագրություն ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու։ 2025-ի դեկտեմբերից սկսված ստորագրահավաքը սկզբում միավորեց մտավորականներին, ապա ամենատարբեր մասնագիտությունների ու տարիքի քաղաքացիներին, որոնք պնդում են Հայաստանում խախտվում են եկեղեցու հոգևորականների եւ հավատացյալների իրավունքները։ Սկզբանե մենք հոլովակների շարք էինք արդեն նկարահանում, մտավորականների պաշտպանություն եկեղեցու եւ այնտեղից ոնց որ կորիզը ձևավորվեց այդ խմբի, որոնցից սկսվեց ստորագրահավաքը։ Նախաձեռնությանը հետզհետե սկսեցին միանալ քաղաքացիներ, մարդիկ, որոնք կազմակերպիչների խոսքով անտարբեր չեն երկրի ճակատագրի եւ վերջին տարիների կորուստների հանդեպ։ Հայաքվե նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանի համոզմամբ սա պարզապես ստորագրահավաք չէ, այլ հանրային պահանջ, որը կարող է հակազդել իշխանության ձևավորած օրակարգերին։ Որովհետև ռեալ մարդիկ են միանում, մարդիկ, ովքեր ունեն ի տարբերություն իշխանական կեղծ ֆաբրիկաների անուն ազգանուններ, մասնագիտություններ եւ գործող աշխատանքներ տարբեր ոլորտներից, արվեստագետներ, երաժիշտներ, մի խոսքով ամենատարբեր մասնագիտությունների։ Եվ ընդամենը մի քանի րոպե պետք է ուսումնասիրել, որ տեսնեն, թե ցուցակը ինչ մեծ արագությամբ է մեծանում։ Սկզբնական նպատակը 1000 ստորագրություններ, այդ շեմը անցնելուց հետո այլևս չեն հաշվում, ասում է Լիլիթ Բլեյանը։ Թիվը շարունակում է աճել, դա տեսանելի է նաև նախաձեռնության էջում րոպե առ րոպե ավելացող անուններից ու մեկնաբանություններից։ 1000 անցնելուց հետո արդեն որոշել ենք այդպես չհաշվել, որովհետև նախ դժվար է հավաքել այդ բոլոր ստորագրությունները տարբեր վայրերից, որ մեզ են ուղղում մարդիկ։ Ամեն, այսպես ասենք, 5 րոպեում 10 ստորագրություն արագությամբ դժվար հարց է։ Ամեն դեպքում այստեղ արդեն թիվը չի կարևոր, process-ն է կարևոր, կարևորը որ կա այդպիսի հարթակ, որտեղ մարդիկ կարող են իրենց անուն ազգանունով հայտնել իրենց աջակցությունը։ Նախաձեռնության հեղինակները մտադիր են դիմել մարդու իրավունքների պաշտպանին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, նաև ազգային ժողովին պահանջելով ձևավորել քննիչ հանձնաժողով։ Նրանց պահանջը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց ձևակերպմամբ ազգային անվտանգության ծառայության եւ այլ վարչական լծակների ապօրինի օգտագործմանը հակաեկեղեցական արշավում։ Նախկին падգամավորի կարծիքով այս պարտադրանքը կարևոր է, քանի որ դրա բացակայության դեպքում ավելի լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ 26 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններից հետո եթե իրավիճակ չփոխվի, ես կարծում եմ, այս բռնաճնշումները ավելի ինտենսիվ են դառնալու, հետեւաբար մենք ունենք շատ կարճ ժամանակահատված ապացուցողական բազա հավաքելու եւ ցույց տալու ինչպես ներքին դաշտում հանրության ամենատարբեր շերտերին, այդ թվում նաև արտաքին գործընկերներին, որ այս իշխանությունը բոլորովին կապ չունի ժողովրդավարության եւ ընդհանրապես ժողովրդավարական արժեքների հետ։ Նախաձեռնության հեղինակներն են ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, երգահան Լիլիթ Բլեյանը եւ հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։ Չնայած զբաղվածությանը, Բլեյանն ասում է, նրանք անձամբ ստուգում են յուրաքանչյուր միացողի համոզվելու համար, որ ստորագրողները իրական մարդիկ են։ Իմանալով, որ իրենք կարող են նաև ինչ-որ բան ճնշումների ենթարկվել, իրենք իրենց դեմքով, իրենց անուն ազգանունով ներկայանում են, հայտնում են իրենց աջակցությունը, շատ սիրուն process է այստեղ, ոնց որ եկեղեցին իրենց է գրկել, իրենք էլ իրենց եկեղեցուն են գրկում եւ չի բացառում, որ այս արշավի, այս քանդիչ արշավի հետևանքները բոլորովին այլ լինեն, մարդիկ հակառակ ավելի կապվեն, ավելի սիրեն իրենց եկեղեցին։ Նախաձեռնողները նշում են, իրենց համար ամենակարևորը թվերը չեն, այլ այն մարդիկ, որ խոսում են սեփական անունով։ Ստորագրահավաքը շարունակվում է, թիվը այլևս չեն հաշվում։ Փոխարենը ավելանում են անունները, մասնագիտությունները, քաղաքներն ու գյուղերը։ Սեդա Գյուրեղյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։